Բարև ձեզ։ Մենք այսօր կներկայացնենք Ղազարո Սարայանի մեկ այլ ստեղծագործություն։ Մեղուն ու հավը։ Հավի մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ. Ինչ աշնորհք ճանճես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս։ Իսկ դու հավիկ մավիկ, ինչ ես շինում, հարցրեց մեղուն։ Միթե չգիտես ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ-սարապ չեմ տզտզում, ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է։ Գիտեմ, հասկացա, բայց մինչև հիմա էլ կարծես թե դու օրը 100 ձու ես ածում։ Ինչպես կարելի է օրը 100 ձու ածել, անխելք մեղուն։ Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, ինչու ես էլ 100 անգամ կչկչում, թե հայ լսեցեք, թե որ ձուն եմ ածել, իմ կարծիքով այդքան կչկչան մի ձուն շատ քիչ է, այդպես չէ իմաստուն հավիկ մարիկ։ Բայց դու ինչ ես շինում դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում։ Ես էլ ինչ-որ շինում եմ, քեզպես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին։ Ես գլուխս քաշված մեղր եմ շինում, գիտես, մեղրի դա հավի կերակուրը չէ ու քո խելքի բանը չէ, հավիկ մարիկ։ Ստեսություն։